Հոկտեմբերի 1-ին Սկյուտարի Սուրբ Խաչ գերեզմանատանը բացվել է Պալյան ընտանիքի նորակեր դամբարանը։ Պալյան գերդաստանի անդամներն Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետներն էին։ Դամբարանը կառուցվել է Հրաչ և Հակոբ Քրմզյան եղբայրների աջակցությամբ, իսկ այն նախագծել է Պորսում գործող հայ ճարտարապետների հայ ճար միությունը։ Բացմանը ներկա են եղել Պորսով պատրիարքի տեղապահ Արամ arczepiskopos Ատեշյանը, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջան, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը։ Մասնագիտությամբ ճարտարապետ Թոփբաշը շեշտել է, որ պալյանները բազմաթիվ նշանավոր կոթողներ են հեղինակել։ Մասնագետների կարծիքով պալյանները մեկտեղել են բյուզանդական, արևմտյան, հայկական ու թուրքական ճարտարապետության ոճերը, արևմտականացրել Օսմանյան ճարտարապետությունը։ 1843-55 թվականների ընթացքում Կարապետ Պալյանը որդու Նիկողայոսի հետ կառուցել է թերևս Թուրքիայում ամենանշանավոր կառույցներից մեկը՝ Դոլմաբահչե պալատը։ Պալյանների ճարտարապետության նմուշները Ստամբուլի նշանավոր կառույցներն են, քաղաքի դեմքը։ Թուրքիայում ժողովրդի շրջանում բավական տարածված էր այն մտայնությունը, թե պալյանները հայեր չեն, այլ իտալացիներ, պալյանիներ։ Անի այցելելու ժամանակ սահմանին մոտ լինելու պատճառով GSM օպերատորի հաղորդագրության մեջ նշվում է «Բարի գալուստ Հայաստան»։ Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի պատմության դասախոս Սավաշ Էղիլմեզն իր ուսանողների հետ Անի այցելելու ժամանակ այդ հաղորդագրությունից իր խոսքով շոկ է ապրել։ Նա, որ այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միության նախագահն է, այսինքն պայքարում է ցեղասպանությունը հերքելու համար, դրանում դավադրություն է տեսնում։ Էղիլմեզը կարծում է, որ GSM օպերատորը պատմական Անի քաղաքը Հայաստանի սահմաններում է ներառում, հագուրդ տալով հայերի երազանքներին։ Նա խորհրդակցել է իրավաբանների հետ համապատասխան դատական հայտ ներկայացնելու նպատակով։ Թուրքիայի Մեջլիսի քրդամեջ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության падգամավոր Ֆիլիս Քերեստեջիօղլուն հարց է հղել երկրի էներգետիկա և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքին, որը Էրդողանի փեսանն է։ Բանն այն է, որ հաքերային մի կազմակերպություն հայտնաբերել է և հրապարակել Ալբայրաքի նամակները։ Դրանցից մեկում Էրդողանի փեսան նպատակ է ունեցել վարկաբեկել Բեշիկթաշ ֆուտբոլային թիմին, մամուլում շրջանառելով, թե Բեշիկթաշի ֆան ակումբի ղեկավարը հայ է։ Թեպետ անունը չի նշվում, սակայն խոսքը Ալեն Մարկարյանի մասին է։ Նամակը ուղարկվել է Գեզի այգու շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ, հետամուտ լինելով սևացնել պայքարին աջակցողներին։ Հավանաբար Թուրքիայի ղեկավարությանն անհանգստացնում էր, որ Բեշիկթաշի շատ երկրպագուներ մասնակցում էին այդ ցույցերին։ Այս օրերին Թուրքիան բուռն քննարկում է Լոզանի պայմանագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Բանն այն է, որ Էրդողանը կասկածի տակ է դրել Լոզանի պայմանագրի Թուրքիայի համար հաղթական լինելը, մատնանշելով, որ Էգեանի կղզիներն անցել են Հունաստանին։ Հունաստանը դրան խիստ արձագանքեց։ Էրդողանի հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել նաև քեմալական, ազգայնական շրջանակներում, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը միջազգային ճանաչում ստացավ հենց Լոզանում։ Լոզանը խորհրդանշում է նոր Թուրքիայի սկիզբը։ Եղան տասնյակ ու տասնյակ հոդվածներ, որոնք հիշեցնում են Էրդողանին, որ Լոզանում վերջ դրվեց Օսմանյան կայսրության նախկին տարածքում հունական ու հայկական պետությունների ստեղծման ճիգերին։ Էրդողանը նաև ասել է, որ եթե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջողությամբ պսակվեր, ապա Թուրքիան տարածքային կորուստներ էր ունենալու։ Ըստ Էրդողանի, հեղաշրջումից հետո առաջ էր քաշվելու Սևրի պայմանագիրը։ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պայմաններում որոշում է ընդունվել փակել ևս 12 հեռուստաալիք ու 11 ռադիո։ Որոշ մասով այն ուղղված է քրդամետ լրատվամիջոցների դեմ։ Փակվել է նաև Զարոկ TV-ն, որը մանկական հեռուստաալիք է։ Տնօրինության պնդմամբ իրենց միակ հանցանքն այն է, որ քրդերեն մուլտֆիլմեր են հեռարձակում։